Բարի օր բոլորին, բաղադրատոմսը էստեղ է, պատրաստում ենք շատ համեղ բիսկվիտ, շատ փափուկ, շատ քաղցր և շատ համեղ, անցնենք գործի սկսենք պատրաստել, մեզ հարկավոր է 4 հավկիտ առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից, 250 գրամ շաքարավազ, 6 ճաշի գթալ բուսայուղ, 1 թեյի գթալ վանիլին, 1.5 թեյի գթալ սոդա և ալյուր 10-15 ճաշի գթալ, սկզբում հարում ենք սպիտակուցները, ապա ավելացնում ենք 1 պտղունձաղ և կրկին շարունակում ենք լավ հարել, մինչև կստացվի կայուն փրփուր, քիչ-քիչ ավելացնում ենք ընդհանուր շաքարավազի զանգվածի կեսը, շաքարավազը այսինքն բաժանում ենք 2 մասի, կրկին շատ լավ հարում ենք, ապա սկսում ենք հարել հավկիթի դեղնուցները, մնացած շաքարավազը կրկին քիչ-քիչ ավելացնում ենք, կարող եք նաև դեղնուցները հարել ձեռքով, ապա հենց վերջանում է ամբողջ շաքարավազը և զանգված դեղնուցների մի փոքր սպիտակում է, ավելացնում ենք բուսայուղը ու կրկին շարունակում ենք շատ լավ հարել, իհարկե բուսայուղը կարող եք փոխարինել հալեցրած և արդեն սենյակային ջերմաստիճանի դարձած կարագի հետ, ոչ միական տարբերություն չկա, ապա վերցնում ենք դեղնուցների սպիտակուցի զանգվածը և միացնում ենք իրար, խառնում ենք մեկ ուղղությամբ, որպեսզի ստացված զանգվածը չնստի ու կրկին շարունակում ենք հարել, ապա պետք է ավելացնենք մածունը, մածունի վրա լցնում ենք սոդան, շատ լավ հարում ենք և ավելացնում ենք տվյալ զանգվածի վրա։ Բիսկվիտի մեջ օգտագործելու ենք նաև 1 թեյի գթալ վանիլին, քանի որ վանիլինը շատ լավ համ է հաղորդում բիսկվիտին, շատ լավ հարում ենք մածունը սոդայով ավելացնելուց հետո, ապա ավելացնում ենք ամբողջ վանիլինը ու կրկին շարունակում ենք շատ լավ հարել, անպայման մաղելով պետք է ավելացնենք ալյուրը, մոտ 10-15 ճաշի գթալ, ալյուրը մաղում ենք, ինչի շնորհիվ խմորը հագենում է թթվածնով և բիսկվիտը ավելի լավ է բարձրանում և ավելի փափուկ է ստացվում, շատ լավ հարում ենք, հարիչով հարել խորհուրդ չի տրվում, քանի որ զանգվածը ստացված կնստի, ապա տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ, տակը անպայման բուսայուղ ենք քսում և 200 աստիճանի տակ թխում ենք 20-25 րոպե, մինչև որ գեղեցիկ կարմրի, ստուգում ենք նաև չոփիկով, բարի ախորժակ բոլորին։